Իմ եւ Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը։ Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը մեր երկիր, Դաշնային ազգային խորհուրդ։ Նմանատիպ այցերը վկայում են այն մասին, որ կան ավելի մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորացման եւ ամրապնդման համար։ Հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է։ Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ եւ արաբական տարբեր երկրներում մեծ հեղինակություն եւ հարգանք են վայելում։ Մեծաթիվ հայեր կան Սիրիայում, Եգիպտոսում եւ Մերձավոր Արևելյան այլ երկրներում, եւ մշտապես որտեղ էլ որ լինում են, իրենք հայտնի են իրենց պրոֆեսիոնալիզմով, արհեստավարժությամբ, այդ թվում նաեւ ազնվությամբ։ Ողջունում ենք ձեզ մեծարգո պարոն նախագահ եւ ձեր ղեկավարած երկրի մոտեցումը, քանի որ այն ամենը, ինչը հայտնի է, վկայում է այն մասին, որ դուք ունեք հստակ մոտեցում դեպի խաղաղություն։ Ձեր այդ մոտեցումը միտված է թե ձեր երկրում, թե տարածաշրջանային առումով խաղաղության եւ անվտանգության հասնելուն։ Մենք մշտապես խրախուսում ենք այդ մոտեցումը եւ մենք եւս ձգտում ենք նմանատիպ դրսեւորումների իրագործմանը։ Իմ խորին երթագիտությունն եմ հայտնում այսպիսի ջերմությունների համար։ Սա նաեւ վկայություն է մեր երկու երկրների այսօրվա փաստացի արձանագրված ջերմարաբերությունների։ 1998 թվականից հետո երբ մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, այս տարիների ընթացքում մենք իրականում կարողացել ենք պայմաններ ստեղծել մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման, մեր երկու երկրների քաղաքացիների ճանաչելու եւ այդ առումով մենք կարևորում ենք նաեւ բարձրաստիճան այցելությունները, որոնք տեղի են ունեցել եւ որոնք տասնյակից ավելի են, այն 30 համաձայնագրերը, որոնք կնքվել են մեր երկու երկրների միջև, այս ամենը միտված է եղել իրականում մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։ Արաբական միացյալ էմիրությունները մեր երկրի համար առանձնահատուկ նշանակություն ու դեր ունեն Միջին Արևելքի եւ Ծոցի երկրների հարաբերությունների շրջանում։ هذه المنصة لرئيس الدولة والحكام عندما يأتون إلى الافتتاح. هذه المنصة هنا لرئيس المجلس أو رئيس الجلسة مع الأمير